Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, այս մասին իր Facebook-յան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո, գրել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի երկու պահանջները։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ երեկ Բաքվի ռազմական դատարանում ցուցմունք են տվել, պահանջելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել։ Անկախ լրագրողների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին կարճ հաղորդագրություն է տարածել պետական Ազերթաջ գործակալությունը, տեղեկացնելով, թե ցուցմունք են տվել զինծառայության ընթացքում տուժածները։ Վերջիններս պնդել են, թե իբր զինվորական ծառայության ընթացքում Խարվաճառում և Մարտունիում Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից հարձակված կրակոցներից, ձեռքի նռնակներից։ Նրանք նաև նշել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են մամուլից և սոցիալական ցանցերից և պահանջել, որպեսզի Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանի։ Արտաքին գործերի նախարարությունը մերժել է իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների հասարակական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստը, առաջարկելով լսել ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանի ելույթը։ Այս մասին բարձրաձայնում է իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արաքս Մելքոնյանը։ Դե ինչ ասեմ, համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք մասամբ, իսկ այ մեր պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ։ Միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ, հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։ Նորից մեզնից գաղտնի ինչ պետք է բանակցել են, տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու, ու իր Facebook-յան էջում գրել է Արաքս Մելքոնյանը։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ՔՊԱ-կան պատգամավորները համաձայնություն կտան դատախազի իրեն մանդատից զրկելու միջնորդությանը։ Լրագրողների հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են և որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները։ Իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն և հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Աղազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ դա քաղաքական որոշում է։ Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է և ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում ԿՊ-ն պարտություն է կրում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը, այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից, ասաց նա։ Մարտի 19-ից 20-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում։ Արտաքին քաղաքական դերատեսչությունից հայտնում են, որ Բրազիլիայում նախատեսվում է Միրզոյանի հանդիպումն իր գործընկերոջ Մաուրո Վիեյրայի հետ, ապա արտգործնախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Այցից այլ մանրամասներ արտգործնախարարությունը չի հաղորդում։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հ. Մկրտիչյանը 2025 թվականի մարտի 15-ին ժամը 13:20-ի սահմաններում ինքնավնասում է կատարել։ Հետքի տեղեկություններով նա սուր կտրող ծակող գործիքով վնասել է երկու ձեռքի նախաբազուկները, կրծքավանդակը։ Պատճառն այն է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին, բացի այդ քրեական վարույթով անցնում են նաև ազդեցիկ մարդիկ, ովքեր կարողացել են իրենց հարցերը լուծել հիմնական մեղքը բարդելով Մկրտիչյանի վրա։ Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հաստատել է ինքնավնասման տեղեկությունը, նշելով, որ ինքնավնասումը պայմանավորված է առաջադրված մեղադրանքի հետ։ Նկատենք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ավելանում են։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-ից 27 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները։
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական հնայի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները։ Անդրադարձ է կատարվել 2026 թվականից 2027 թվականների ծախսերին, ըստ ուղղությունների, միջոցառումների։ Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ եւ առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ եւ թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարեւորությունը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվելու է համաձայնագիրը եւ հույս ունի, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ։ Այս մասին Հովհաննիսյանն ասել է լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք ինքնիշխանության խախտում չէ, երբ Ալիևը պահանջելով ԵՄ դիտորդները պետք է դուրս բերվեն հայ-ադրբեջանական սահմանից։ Եթե դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնություն է, Ադրբեջանն էլ ինքնիշխանությունն է մեզ զիջում, կարող է մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք։ Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ սահմանազատման գործընթացները մինչև այդ շարունակվելու են, ասել է նա։ Նշենք, որ սահմանի ադրբեջանական կողմում դիտորդներ չկային եւ երբեք էլ չեն եղել։ Այսօր մարտի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազգեն Կ-ն, նրա ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ-ն եւ 16-ամյա Հովհաննես Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ճանապարհին Կարեն Վ-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ Հովհաննես Վ-ն Էջմիածին բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը վիրավոր Հովհաննես Վ-ի հայրն էր, իսկ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան եւ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել նաև Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Նալբանդյան 130 հասցեի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դիմաց բախվել են Hyundai եւ Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Օն եւ 22-ամյա Աշոտ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի բնակիչ 25-ամյա Պետրոս Դ-ն տեղում մահացել է։ Դեպքի վայրում երկու քաղաքացի ասում էին, որ իրենք Opel-ի մեջ են եղել եւ նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։